Սիրելի բարեբաշտ հայրենիք, բարձ փայտշատ հարուստ զգացողությունը իմ հոգին գլեցնե եւ գուզեմ սկսել հետեւյալ բարերով Աստված օրհնե այն քահանա հայրերը, որոնք իմ մանկության եղան մեր դաներեցները։ Ինչու այսպես կսեմ, որովհետեւ մինչեւ այսօր գիշեմ եւ անոնց այցելությունը դնորտներքի, նաեւ իմ այցելությունը եկեղեցի, երբ մանուկ մեր հասակին որպես պատանիներ մեր քահանա հայրերու պիլոններուն դակ գբահվդեինք, դարբեր զգացողություն ունեինք, զգացողություն, որու մեջ կհաղորդվեր մեզ նաև սրբությունը քահանա հայրերուն, կփավեր, որ անոնք անգամ իրենց աչը մեր գլխուն տնեինք եւ մենք արդեն մեր վարձատրությունը զգացած գլայինք, ստացած եւ զգացած։ Այս բահը չափազանց կարևոր է եւ վստահաբար այսօր ալ մանուկներ, պատանիներ, դղակ եւ աղջիկներ փոքր իրենց դարիքին երբ եկեղեցի գուկան եւ երբ մենք թեմ հանդիման գուկանք իրենց եւ մեր ձեռքը գտնենք անոնց գլխուն օրդություն կատարելու, աղոտ կատարելու, այդ երեխան երբ հեվետ չպիտի մոռնա այնինչ որ ես այս բանուն չեմ մոռացած։ Միայն աղոտ կգադարեմ, որ Աստված օրհնե, պաշտպանե, պահպանե մեր փոքրիկները, մանուկները, մեր զավակները, հերու բահե բոլոր տեսակի փորձությունները եւ փորձանքները, որովհետեւ անոնց մեջ է, ինչպես Քրիստոս ասավ ինք, երկնքի արքայությունը, անոնց մեջն է սրբությունը, մաքրությունը, նպատակը նաեւ մեր կյանքին։ Ես այս պահուն անգամ եւս վերհիշելով իմ մանկության տարիները, իմ ծխադեր քահանաներու ներկայությունը իմ կյանքի մեջ, կուզեմ նաև փառք տալ Աստծուն, որ այդպիսի հոգևոր հայրեր ունեցանք մեր կյանքի մեջ, որոնք իրապես մեր մեջ ներդրին սերը եկեղեցու նկատմամբ, նաև երկյուղը Աստծո նկատմամբ, որը վախ չէ, այլ իմաստությունն է Աստծո։ Ամեն։